ես փոքր անդրադառնամ պարոն Դանիելյանի նշած թվերին, այդ տնկիները միգուցե տնկվել են, բայց միշտ մենք այդ խնդիրը ունեցել ենք այդ տնկիների խնամքի եւ կպչողականության հետ կապված խնդիրներ կան եւ այս առումով կարծում եմ մեր վերահսկողությունը անչափ կարևոր է, որ ոչ թե թվեր հնչեցնեն, այլ իրապես այդ աշխատանքը տարվի եւ հավուր պատշաճին տարվի եւ ես ուզում եմ մեկ անգամ եւս նաեւ անդրադառնալ շատ կարևոր մի թեմայի, որը էկոպարեկային ծառայության աշխատողների վերապատրաստման, իրենց կրթական ծրագրերի եւ կներեք, սա պետք է ասենք, էլի, էկոպարեկային ծառայությունը այնտեղը չի, որ այսինքն գործ չունեցող մարդիկ, որոնք որ գործ չունեն աշխատատեղ ապահովելու տեղ չի, որ ով պարապա գնա էկոպարեկային, ես ամենայն հարգանքով էկոպարեկային ծառայության աշխատողներին, բայց շատ դեպքերում արդյունավետ աշխատանքի խնդիրը կա եւ այս առումով շատ կարեւոր է, որ այդ դասընթացներն էլ լինեն թափանցիկ եւ ի վերջո մենք հասկանանք, այդ մարդիկ ինչ գիտելիքի pašարով են մտնում աշխատանքի մեջ եւ որքանով են արդյունավետ կատարում իրենց պարտականությունները եւ իրենց ծառայությունները եւ այն դոնոր կազմակերպություններն էլ որ դուք նշեցիք որ կան դոնոր կազմակերպություններ որոնք աջակցում են սատարում են եւ որոշակի առումով այդ ուղղությամբ դուք ասիք աշխատանքներ տարվում այդ էլ հստակ թափանցիկ բարձ պիտի մենք կարողանանք մեր հասարակությանը մեր հանրությանը ցույց տալ ինչ է արված ինչ է մնում ինչքան բաց թողում կա այդ թերությունների մասին պիտի խոսանք առավելությունները այդ լավը ինչ որ կա մերնա ոչ մեկ մեր ձեռից չի տանել բայց խնդիրների խնդիրների մասին պետք է բաց ու թափանցիկ այդ քննարկումը լինի եւ այդ թերացումները պետք է շատ արագ վերացվեն շնորհակալ եմ